Դադարեք խոսել բոլորի հետ նույն լեզվով։ Դա նույնն է, ինչ որ չինարեն սեր խոստովանել մեկին, ով միայն իտալերեն է խոսում։ Եթե ձեր գովազդը աշխատում է մեկի համար, եթե ձեր կոմունիկացիան հասկանալի է մի խմբի համար, իսկ մյուսների համար պարզապես նյարդայնացնող է կամ նրանք առհասարակ անտեսում են այն, դա նշանակում է, որ ձեր եւ ձեր թիրախի միջև կա անտեսանելի պատ։ Ժամանակակից մարքեթինգը խիստ անհատականացված է եւ այլևս ընդհանրական կոմունիկացիան չի աշխատում։ Այն չի օգնում ձեզ վաճառել ձեր պրոդուկտը։ Այս դասընթացի ընթացքում ես փորձելու եմ ձեզ ցույց տալ, թե ինչու է կարևոր սովորել սերունդների տեսությունը եւ ինչու է կարևոր ադապտացնել ձեր մեսիջը յուրաքանչյուր սերնդի համար առանձին։ Պատասխանը պարզ է, մենք բոլորը շատ տարբեր ենք։ 20 տարեկան երիտասարդը եւ 60 տարեկան մեծահասակ տղամարդը տարբեր ակնոցներով են նայում կյանքին, բայց հարցը միայն տարիքը չէ, հարցը մտածողության ձևն է, հարցը արժեքներն են, հարցը սոցիալ-տնտեսական պայմաններն են, որոնցում ձևավորվել է նրանց եսը։ Դասընթացի ընթացքում մենք սովորելու ենք ադապտացնել նույն մեսիջը, նույն պրոդուկտը տարբեր լսարանների համար։ Մարդիկ չեն արձագանքում նրան, ինչ մենք ասում ենք, մարդիկ արձագանքում են միայն նրան, ինչ համընկնում է իրենց մտածողությանը։ Մի սերնդին մենք խոստանում ենք երկարատև սպառում, կայուն որակ, մյուսի հետ խոսում ենք արագության, նրա կյանքի տեմպին համընկնելու մասին։ Եվ մեծ բրենդերը հաջողում են հենց նրանով, որ իրենց մեկ գաղափարը կոմունիկացիան ադապտացում են տարբեր թիրախային լսարանների եւ տարբեր սերնդների համար։ Այս դասընթացին մենք չենք խոսելու միայն ինչուի մասին, մենք սովորելու ենք ինչպես դա անել։ Սա պրակտիկ գիտելիքների մասին է, որոնք կարող եք կիրառել անմիջապես լսարանից դուրս գալիս։ Մենք սովորենք հասկանալ ձեր թիրախային լսարանի մտածողության ձևերը, վարքագծի կանոնները, այն դրդապատճառները, որոնք ընկած են նրա գնում կատարելի հիմքում, եւ հաղթահարել այն բարիերները, որոնք նրանք ունենում են ձեր բրենդի հետ կոմունիկացիայի ժամանակ։ Ճիշտ թիրախային խմբին, ճիշտ ձևով եւ ճիշտ մարքեթինգային ալիքներով։ Միացեք դասընթացին եւ մենք միասին կսովորենք խոսել ձեր թիրախային լսարանի լեզվով։